համարելիս է լինում մի շատ գեղեցիկ հարուստ ուժեն երկու։ Թագավորը ունենում է զավակ, անուն է դնում Վաչագան։ Վաչագանը մեծանում է, դառնում է հաղթադամ երիտասարդ։ Թագավորի ամուսնացնելու ժամանակն է։ Հոր համար կարևոր էր, որ իր որդին ամուսնանա հարուստ աղջկա հետ, բայց Վաչագանը ուզում էր ամուսնանալ սիրով։ Մի օր Վաչագանը հոգնում է այս ամենից և որոշում է զբաղվել որսորդությամբ։ Այստեղ են տեղի ունենում այն, ինչի մասին խոսում և պատմում էին դարերով։ Սևաչովանի շունը, հոպոպ մարալոյ, 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 կտանի արիսկունը, հոպոպ մարալոյ, 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 սարի գլխի արևը, հոպոպ մարալոյ, 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 պատանյանից բարևը, հոպոպ մարալոյ, մարալոյ, մարալոյ։ Ընկերս, լավ, արի փորձենք մոռանալ դրա մասին։ Ես զբաղվենք որսով։ Ես քեզ անպայման կօգնեմ, ու դու կգտնես այդպիսի աղջիկ, որ երբ պատրաստ կլինես անցկացնել քո ամբողջ կյանքը։ Լսիր ընկերս, ախր ես չեմ ուզում ամուսնանալ հարուստ աղջկա հետ։ Ես ուզում եմ ամուսնանալ սերով լի աղջկա հետ։ Կյանքում փողից կարևորը սերն է։ Մի օր որսի ժամանակ ճանապարհին Վաչագանը հանդիպում է Անահիտին և առաջին իսկ հայացքից սիրահարվում։ Վայ լելե ու լելե, լցեցի կժով բաղջուր, հոպայ զարկե ու քելե, լցեցի կժով բաղջուր, հոպայ զարկե ու քելե, Բաղաղջուր, զուլաջուր, ձերից կժով ջուրը դուր, խմեմ ես հովանամ, թե մորանամ քորանամ, խմեմ ես հովանամ, թե մորանամ քորանամ, այ աղջիկ, ջան աղջիկ, երկար ծամերով աղջիկ, սերս հար, սերս տուր, երազիս եկած աղջիկ, սերս հար, սերս տուր, երազիս եկած աղջիկ, աղբյուր, զուլաջուր, ձերից կժով ջուրը դուր, խմեմ ես հովանամ, թե մորանամ քորանամ, խմեմ ես հովանամ, թե մորանամ քորանամ։ անունդ ինչ է, ով գեղեցկուհի, ես Վաչագանն եմ, քո երկրի արքայորդին։ Իսկ ես մի հասարակ նախաճու աղջիկ եմ, անունս Անահիտ։ Ինչ սիրուն ես Անահիտ, ես ուզում եմ, որ դեմ երկրի թագուհին դառնաս։ Կկատարեմ քո կամքը, միայն թե ինձ ասա, արդյոք դու զբաղվում ես որևէ աթեստով։ Օրինակ, Օրինակ գորգագործություն, գորգագործություն, որ անկախ նրանից մարդու չաթաժանանք, ոչ պարտադիր պետք է աթեստ իմանալ։ Միայն այդ պայմանով ես ամուսնանամ։ Վաչագանը թողնում է որսորդությունը և գնում է պալատ արհեստ սովորելու։ Արեց փեշին, քսեց փեշին, վաչիկը, արեց փեշին, քսեց փեշին, վաչիկը, քստփր, 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 մարման կաշի, շուշակ փեշին, վաչիկը, մարման կաշի, շուշակ փեշին, վաչիկը, քստփր, 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 Վրաց թագավորի աղջիկները, ուղղարան ներքին միակ թագադրան գեղեցկուհին է։ Որդին, թագավորի որդին կամ թագավորի, կամ իշխանի աղջիկ պետք է ունենի։ այրի, ես կամուսնանամ միայն հացիկ գյուղի նախաճու աղջկա հետ։ Մեր երկրի միայն հարստությունը պետք չէ։ Մեր երկրին պետք է խելքով և իմաստությամբ կառավարում։ Այո, որդի, դու իրավացի ես, խելքն իմաստությունն ավելի կարևոր է, քան փողը։ Լավ, եթե դա է քո, ապա թող որ քո կամքով։ Թագավորը և թագուհին ընդունում է Վաչագանի կամքը։ Եվ Վաչագանը շարունակում է գորգործել սովորել։ Հոպ մարալ, ջան, ճախտակի ոտը կուշի, հոպ մարալ, ջան, ճախտակ
Գնանք Անահիտի ձեռքը խնդրենք։ Թագավորը հավաքում է իր երկրի բոլոր իշխաններին և գնում են նախաճուտում աղջկա ձեռքը խնդրելու։ Ըստ Անահիտի պայմանի իշխանները տանում են վաճականի գործած գորգը։ Օրորս իմ շորորս իմ քնենաց, օրորս իմ շորորս իմ քնենաց, դու պստիկ ես բարով մեծնաց հարզանաց, դու պստիկ ես բարով մեծնաց հարզանաց, երեք լաոձի երեցանք երթանք հասնիք զուշ հասուն, երեք լաոձի երեցանք երթանք հասնիք զուշ հասուն, կանաչ կարմիր գոտի բերին պեսին ոսման կապելու, կանաչ կարմիր գոտի բերին պեսին ոսման կապելու, օրորս իմ Անահիտի հարսանիքին ոսյարել խայլեց, Անահիտի հարսանիքին ոսյան ձեր խայլեց, մեր աղջերը ոսի դարան, մեր հորերը լսեցան, մեր հասկերը հարկերը անհետացան, մեր ցավերը վերացան։ շատ ապրիր ոսկերին, մեր մայր թագուհին։ Դե այստեղ ամեն բան նույնն է, ինչպես բոլոր հեքիաթներում այստեղ էլ։ Օղ օր, օղ գիշեր հարսանիք են անում։ Մենք էլ իրենց թողենք իրենց գործերին, մենք էլ գնանք մեր գործերին։ Անահիտի և Վաչագանի հարսանիքից հետո ոչ ոք չէր տեսելու Ադինակին։ Միայն վաղինակը չէ, երկրից մարդիկ էին, որ անհետանում։ Վաչականը գահ բարձրանալով որոշում էր երկիրը դարձնել մի այնպիսի երկիր, որտեղ բոլորն էլ ուրախ են, բոլորն էլ երջանում։ Վաճականը հագնում է հասարակ շինականի հագուստ և գնում է տեսնելու, թե ինչ է պատահում արևածված մարդկանց հետ։ Տղերք, որտեղ ենք մենք, չգիտեք։ Ես միայն մեկ բան Այստեղից դեռ ոչ ոք դուրս չի եկել։ Ով արես գիտի, դրան աշխատացնում է։ Ով չգիտի, չգիտեք ինչ է լինելու նրա հետ։ Ձեզ այդ ով է արեստ իմանում։ Մենք ամենքս էլ գործել գիտենք, և այն հարկշի էր ասել, և միայն թագուհին կարող է գնահատել այն։ Ինչ է պես միատ այդպիսի գործելու համար։ Վաճականը անծանոթից խնդրում է բոլոր անհրաժեշտ իրերը և սկսում է գործել մի մանը չկրկնվող Հնարամիտ Վաչականը դիպակի շնորհիվ հայտնում է Անահիտին իրենց գտնվելու վայրը։ Անահիտը զորք է հավաքում և գնում է տեսնելու, թե ինչ է պատահում իր ամուսնու հետ և թե ինչ է պատահում արևածված մարդկանց հետ։ Մենք աչտանի զավ